Այս պահին զրուցում եմ մշակույթի գործիչ Սամվել Հարոյանի հետ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Հարոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում եք, եկել եք պատարագին, ունկնդիր լինելու մեր սուրբ պատարագին, բայց մեկ այլ տեղ խռոված է մեր հոգին, որովհետև մեկ այլ տեղ մեր բանկերից մեկում, եկեղեցիներից մեկում Հովանավանքում տեղի է ունենում ֆեյք պատարագ։ Դեռ չլսված մի բան երևի մեր պատմության մեջ։ Ես կխնդրեմ ձեր մտորումները կիսվեք մեզ հետ։ Ինչ զգացողություններ ունեք այս պահին։ Գիտեք, ես որպես հայ մարդ առաջին հերթին շատ մեծ ցավ եմ ապրում։ Այնինչ տեղի ունենում մեր երկրում, այնինչ կատարվում է ամենօրյա ռեժիմով։ Կպնում են հայի սրբություններին, ամեն ինչին, սկսած կրթական համալիրից, մշակույթ, տնտեսություն, երկրի սահմաններ, ամեն ինչ վտանգի տակ է։ Բայց հայոց առաքելական սուրբ եկեղեցուն դիպչելը, դա, չգիտեմ, դա ուղղակի անընդունելի է բոլոր ամեն պատճառները, որովհետև եղել է մեր պատմության մեջ ժամանակներ, երբ մենք չենք ունեցել պետականություն, սակայն համախմբվելով եկեղեցու շուրջ պահել ենք մեր ինքնությունը, մեր պատմությունը, ծնել ենք երեխաներին մեծացրել ենք այս սրբություններով, բարոյական արժեքներով եւ կարողացել ենք որպես ազգ գոյատևել եւ փառք մեզ, որ կարողացել ենք նաեւ ստեղծել պետականություն։ Այժմ մեր պետականությունը իսկապես վտանգի տակ է, որովհետեւ այն հիմնական արժեքները, որոնք մեզ վայել են որպես ազգ, իսկապես վտանգի տակ են, եթե չասեմ, արդեն շատ ահավոր վիճակում ենք մենք գտնվում եւ երկրի ղեկավար կոչեցյալը իր խմբակի հետ միասին արդեն գնում է այնպիսի քայլերի, որոնք կարող են բերել նույնիսկ մեծ բախումների։ Ինչպես կարելի է Հովանավանքում կազմակերպել նման արարողություն, պատարագ, կոչեցյալ, այսպես ասեմ, իրենց կազմակերպած է եւ կարգալույց եղած այդ Ստեփան ազգանունը չեմ հիշում կներեք, կոչեցյալը կաթողիկոսի կողմից կարգալույց է եղել եւ այնտեղ պետք է պատարագ մատուցել։ Սա ոչ թե անընդունելի է, սա անուն չեմ կարողանում գտնել ասել։ Եվ մենք ինչպես հավատավոր մարդիկ, հավատավոր հայեր, իսկապես պետք է լինենք այսօր մեր Սուրբ Էջմիածնում, լինենք մեր եկեղեցու կողքին, պահենք մեր արժեքները, պահպանենք եւ կարողանանք հետագայում մտածել ինչպես անել, որ նման վտանգներից զերծ լինենք։ Զերծ լինելը իհարկե միասին լինելու նաեւ մեծ գաղափարախոսություն է պահանջում, որովհետեւ մի քանի տասնյակ հազար հոգով չի լինի, ազգը պետք է ոտքի կանգնի եւ իր ոչը ասի այս խմբակին, այս անօրեն անտեր խմբակին, որոնք դիպչում են մեր ամենասուրբ արժեքները։ Այս մարդու նպատակը, պարոն Հարոյան, ամեն դեպքում կա մեծ վտանգ, որ նա երկու թևի է ուզում բաժանել մեր եկեղեցին։ Եվ իզուր չէ, որ եւ ինքը եւ քպեականները հայտարարում են, թե ամեն ինչ սկսվում է Հովանավանքից եւ ասում է այն իսկական հոգեվորական այդ կարգալույց եղածն է, որից ես կընդունեմ պատարագ, այսպես է հայտարարում Նիկոլ Փաշինյանը։ Ի վերջո ով է այս մարդը։ Շատերը վաղուց են ասում գենետիկ կոդի ստուգման կարիք կա, որովհետև նա մեր հետ վարվում է ավելի վատ, քան կվարվեր, ասենք, թշնամին, հա, գուցե թշնամին ինչ որտեղ մի քիչ էլ խնայեր։ Ինչի հետ մենք գործ ունենք, որպես մտավորական, ինչ կասեք, ինչ երևույթ է սա, ով է նա, ինչ պատվեր է կատարում, այն որ պատվեր է կատարում, կարծես թե արդեն իսկ այնքան ակնհայտ է, բայց որ ուղղություններից եկող է, դա Ադրբեջան, Թուրքիա, թե օրինակ ասվում է աղանդավորական կազմակերպությունների հետ է համագործակցում աշխարհի տարբեր տեղերում, Միացյալ Նահանգների, օրինակ, մենք պետք է դա հասկանանք, մենք պետք է հասկանանք ով է ղեկավարում մեզ այսօր, որպեսզի կարողանանք նաև չեք կարծում ճիշտ ուղղորդմամբ, ճիշտ ուղղությամբ պաշտպանվել եւ հակահարված տալ։ Ես կարծում եմ գենետիկ կոդը ստուգելու կարիք չկա, որովհետեւ այնքան ակնհայտ են նրա գործողությունները, եթե մենք անալիզ անենք, կտեսնենք, որ այնքան ակնհայտ է մեր սրբություններին այսպես դեպքերը։ Վերջին հաշվով հայը, որպես հնագույն ազգերից մեկը, ինքը կարողացել է դարերի ընթացքում ստեղծելով, արարելով, իր մաքուր կոդով, անընդհատ աշխատելով, տանջվելով, այսքան
մշակութային արժեքներ ստեղծելով օրինակ ծառայել շատ եւ շատ ազգությունների համար։ Կարծում եմ, որ շատ ազգություններ կամ ազգություններ չասենք, շատ ուրեմն երևի պետական որոշակի կառույցներ կամ հասարակական կազմակերպություններ համաշխարհային որոշակի գիծ են բռնել մարդկային բարոյական հիմնական արժեքները վերացնելու։ Իսկ մարդկային հիմնական բարոյական արժեքների կրողներից մեկը հայ ազգն է։ Հայ ազգը իր անցած ճանապարհով իր մարդկանց նույնիսկ սովորեցնելու, որովհետև հայ իր բարությամբ անընդհատ տվել է, ստեղծել է, տվել է, տարածել է այլ ազգերի նույնպես։ Վերցնենք ճարտարապետությունը, երաժշտությունը, պարը, ամեն ինչը թողել է, որ այլ ազգեր օգտվեն դրանից, որովհետև դա կարծում եմ բարության արտահայտությունն է, դա մարդկային տեսակի արտահայտությունն է։ Հայը երբեք չի խլել, նա միայն ստեղծել արարել է, այլ ազգեր կան, որ խլել են, հիմա անունները չտամ, ինչու չտամ, թուրքերը, ադրբեջանցիները, քոչվոր ազգերը, թվում, որոնք միայն մտածում են ինչպես անեն թալանել եւ այդ թալանածը ներկայացնել որպես իրենց պատմական ժառանգություն, հնամենի ժառանգություն եւ այլն։ Եվ այս առումով դուք ճիշտ եք ասում, որ այո, այսօր այս ամենին ուրեմն նման կերպ մոտենալը եւ նման ձև հայ ազգի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը, սա անցնում է մարդկայինի սահմաններից, անմարդկային մոտեցումներ են։ Հայ ազգը եղել է, կա եւ պիտի լինի, անպայման, որովհետեւ եթե կորչի հայ ազգի ինքնությունը, եթե կորչի հայ ազգի ստեղծածը, մոռացվի, այդ ամեն ինչը տրվի ուրիշին, ստեղծող ժողովուրդը, որպես մարդկանց մարդկայինի օրինակ, այլևս չի կարողանա գործել, չի կարողանա լինել, եւ այդ առումով մարդկային հիմնական բարոյական արժեքները լրիվ կվերանան եւ մարդը չգիտեմ ինչի կվերածվի, ուղղակի չեմ կարող ասել, կենթանու, ուղղակի։ Ամեն դեպքում մեզ մնում է միավորվել, ներսում միավորվել մեր տեսակը պահելու համար։ Շիրազի խոսքերը ասեմ, անջատ չլինենք 5 մատի նման, պետք է բռունցվել եւ լինել Հայաստան։